Տարիներ շարունակ դերասանուհի Լիկա Մեսրոպյանը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Նրա անձնական կյանքը, ինստագրամյան հրապարակումները, ինչպես նաև գործունեությունը մշտապես եղել են քննարկումների կենտրոնում։ Կարելի է ասել, Լիկա Մեսրոպյանը հայկական շոու բիզնեսի դրական ու սիրված կերպարներից մեկն է։ Դերասանուհին վերջին ամիսների ընթացքում աշխատանքային հրապարակումներին զուգահեռ առավել հաճախ սկսել է նաև որդու Արամի հետ կադրեր հրապարակել։ Դրանք երբեմն զվարճալի են, երբեմն էլ աշխատանքային բնույթ են կրում։ Օրեր առաջ Լիկան եւ Արամը ցույց են տվել, թե ինչպես են փորձում կոտրել կոկոսն ու ուտել այն։ Ձեզ ենք ներկայացնում զվարճալի կադրերը, ինչպես նաև մի քանի այլ տեսանյութ եւս։ Ադի բացատրեմ ոնց են կոկոսը կոտրում, ուրեմն աչքով բաժանում ես երկու մասի, այս հատվածից, եւ մուրճով բոլոր 4 կողմերը սկսում ես դանդաղ հանգիստ հարվածել։ Տես։ Տես։ Դե եթե ես մուրճով, ապա այո, կարող ես ավելի ուժեղ հարվածել էդ։ Այ։ Մենակ մատերդ սկսում։ Տատամ։ Պոյ մոկիկն ա մեջը։ Ճիշտ ես անում։ Հա, բայց հետո պետք է բան, հետո պիսով մաքրենք։ Բայ։ Կոկոսակերտ։ Նորմալ է։ Այս դեպքում նորմալ է։ Հետ արի։ Ինչ ա կատարվում։ Այստեղ։ Արամ դեմքս մոտի։ Այ ճաքեց։ Մի քիչ էլ 4 կողմը։ 4 կողմը։ Ահա։ Հոպ, մենակ ինչ չէ։ Եթե սես խփեմ ուշ։ Սես լավ չի լինի։ Օ, սես ճոխ։ Ո՞վ մաքրելու։ Կանայինք։ Չինգաչում։ Մատով չեմ ցույց տալիսով։ Չինգաչում, ով ա մաքրելու։ Մատով չեմ տալիսով։ Արի չինգաչում ենք անում։ Դες։ Իհարկե, միշտ ես եմ մաքրելու։ Ուր աստացի։ Իսկ դու թե չագուշ ես ջարդվում։ Կարա լինի։ Ահա, ուրա։ Կարաս կծես ուտես արդեն պատրաստ է։ 20 րոպե անց։ Հարևանն է։ Կես ժամ անց։ Հոպ, ծենու, եկա։ Ահա։ 200 տարի անց։ Ուշադրություն։ Վայ։ Բոկվեց, բայց ես չեմ մեջ։ Կոկոս։ Էլի, կոկոս։ էլի։ Կոկոսի մեջ կոկոսը, կոկոսի մեջ էլի կոկոսը։ 150 տարեկան է։ Ու պիտի անընդհատ կոտրես։ Օ, էսի կոկոսի հոտակը նայս։ Դով կարամ նայեմ։ Թե հոտկաշ։ Ուժեղ կոկոսի հոտ ա խփում։ Այս էլ որտեղի սակ էինք խմում։ Նայ, ըստե մի ջարդվել է։ Կարաս ուժեղ պոկի։ Հոպ, դեկեր, առանց կեղևի։ Շնորհավոր, ես քո առաջի կոկոսներ և քո վերջի տառապանքները, Արամ ջան։ Ավելի շատ, մոտը մատերս է ջարդում։ Մատերդ հանգիստով, մատերդ պիտի դեռ նվագես։ Այս ասես ճաքել է արդեն։ Պոկի, կարաս։ Հո, կոկոսի հոտ ա խփում։ Էլի կգնես կոկոս։ Իհարկե։ Դուրդ եկավ ես տառապանքները։ Արդես ես բիզա տամ ջարդում։ Բիծա որներ։ Դե միջով բացեմ էլի։ Ինքը բիծա է։ Միջով բացեմ էլի։ Հա միջով բացես բիծա Մյուս բացել է բիզա կդառնա։ Մի խոսքով մի կոկոսի պատմություն։ Օրը միջև Որ միջև դու շնորհավոր։ Մերսի։ Դեռ տանջանքները իհարկե շարունակվելու են, բայց արդեն Ավելի քիչ։ ավելի շատ, բա պետք է կեղևը կլպես, դանակով։
Շաբաթներ առաջ Լիկա Մեսրոպյանը հյուրընկալվել էր Ամալիա Հովհաննիսյանի Live From հաղորդմանը, որի ընթացքում խոսվել էր նաև իր և Խորեն Լևոնյանի բաժանման ու ներկայիս հարաբերությունների մասին։ Star News-ը ներկայացնում է կարևոր հատվածները։ Մենք միասին հաղթահարեցինք բաժանման ցավը։ Ամուսնության տարիները շատ կարճ էին։ Կարճ այնքան, քան բաժանման տարիները։ Մենք բաժանվեցինք, գնացինք յուրաքանչյուրս մեր ծնողների տուն, բայց դեռ միասին էինք երկար ժամանակ։ Այսինքն, ես երեխային վերցնում էի, գնում էինք իրենց տուն, միասին ինչ-որ տեղեր էինք գնում, նույնը ամեն ինչը։ Բայց մենք առանձին էինք ապրում, այսինքն, չուզեցինք մեկը մյուսին ցավ պատճառել, ու մեր բաժանումը տարանք նրան, որ կամաց-կամաց մաշվի ու մարվի։ Եթե մենք ունենայինք հարաբերությունները վերականգնելու ցանկություն, խնդիր չէր լինի, մենք դա կանեինք։ Երկուսս էլ գիտակցում էինք, որ պետք է դա վերջանա, որովհետև եթե չենք ուզում միանալ, բայց միասին ենք, իմաստը որն է, պետք է մաշվեր կամաց ու կամաց։ Կարծում եմ, սերը դեռ կար, որովհետև այնպես չէ, որ ես տհաճ էի Խորենին կամ ինքն էր ինձ տհաճ։ Մենք սիրով էինք հանդիպում։ Մենք մեր երեխանին էինք մեծացնում, ամեն ինչ շատ գրագետ էր։ Արդեն պետք է այդ բաժանումը լիներ և դա եղավ առանց մեկս մյուսին ցավ պատճառելու։ Մենք չենք տանջվել, դա արել ենք դանդաղ և շատ սիրուն։ Շփումը կամաց-կամաց մաշվեց։ Խորենը նոր երգեր էր գրում։ Ես խորացա իմ օնլայն դասերի մեջ ու այդպես կամաց-կամաց բաժանվեցինք։ Բայց մտերմությունը մինչև օրս էլ կա։ Մենք միասին մեծացնում ենք մեր Արամին։ Հարգանքը միմյանց հանդեպ շատ օգնում է և ինձ, և Արամին։ Նա չի զգում պապայի բացակայությունը, բացարձակ։ Խորենը շատ մեծ ներդրում ունի Արամի մեջ, շատ ճիշտ է կարողանում հետը խոսել, հոյակապ պապա է։ Շնորհակալ եմ Խորենին դրա համար։ Արամը փոքր էր, նոր էր ծնվել, 40 օրական էր, երբ սկսեցինք առանձին ապրել։ Հենց Արամի համար էլ այդպես պետք էր, որ մենք առանձին ապրենք ու երեխան մեծանա ավելի առողջ մթնոլորտում և գտանք, որ ճիշտ է միասին չլինելը։ Մենք համ երջանիկ էինք, համ երջանիկ չէինք։ Երկու կայացած մարդու միաձոլումը հնարավոր է վառ բարդություններ առաջացնի։ Ես շատ եմ ուզում, որ Խորենը լինի երջանիկ և վերջապես գտնի իր երջանկությունը։ Հաղորդման ընթացքում դերասանուհին անդրադարձել էր նաև Խորեն Լևոնյանի վերջին ամուսնությանը և իրենց որդու արձագանքի մասին խոսել։ Star News-ը ներկայացնում է նաև այդ հատվածը։ Մեկ օր, երբ Արամը 9 տարեկան էր, անցյալ տարի, հարցրեց, թե ինչու պապան մեր տանը չի ապրում։ Ես այնպես պատասխանեցի, որ երեխային էլի ցավ չեղավ։ Ես Արամին կամաց-կամաց փորձում էի հասկացնել, որ պապան մենակ չի կարող մնալ, պապայի կողքին կին է պետք։ Մի պահ սթրես եղավ, մտածում էր պապային կկորցնի, բայց ընդունեց շատ նորմալ ու կարծում եմ, որ պիտի ընկալի որպես իր ընտանիքի մի մասը։ Իր վերջին հարցազրույցի ընթացքում նշել էր դերասանուհին։